Հայաստանում հակառուսական տրամադրությունները, որ վերջին տարիներին ուժգնությամբ հեղինակում, գեներացնում էր իշխանությունը, եկել հասել է մի կետի, որը հենց սահմանագիծը անց է։ Իշխանության, ինչու չէ, նաև շատ քաղաքացիների մոտ մոդա է դարձել Փաշինյանի իշխանության պատճառով մեր գլխին եկած բոլոր ողբերգությունների մեջ Ռուսաստանին մեղադրելը։ Հիմա, երբ ամեն ինչ ավելի սրացավ, արդեն տեսնում եմ շատերի մոտ մթագնած գիտակցության բացում, սկսել են հասկանալ ռեալ վտանգը։ Խոսքը իշխանության մասին չէ։ Նիկոլի Արտաքին քաղաքականությունը, որը քանդեց Արցախը, քանդեց Հայաստանի անվտանգային համակարգը, հիմա էլ քանդում է տնտեսությունն ու տնտեսական անվտանգությունը։ Փաշինյանենք ասում են. կմնանք ԵԱՏՄ-ում, մինչև դառնանք Եվրամիության անդամ։ Ռուսաստանն ասում է այդպես չի լինում, դու շուտով պետք է որոշում կայացնես, այլապես կկայացնենք մենք։ Այսինքն, Հայաստանին կարող են դուրս անել ԵԱՏՄ-ից, խզել Ռուսաստան Դաշնության հետ կապերը իր բոլոր հետևանքներով։ Իհարկե կարող են սրանք մի 20 տարի անհույս բանակցել Եվրամիության հետ և ի վերջո նեղացած նահանջել։ Իսկ ինչ տնտեսական վտանգներ են մեզ սպառնում։ Այն, որ գազի գինը $177-ից հնարավոր է դառնալ $600, ուղղակի թվեր են սովորական քաղաքացու համար, կարող է և լավ չպատկերացնեն էֆեկտը։ Ժողովուրդ ջան, դա նշանակում է 1 խորանարդ մետր գազի գինը մոտ 500 դրամ կարող է դառնալ։ 9 միլիոն դրամ պարգևավճար ստացող ՔՊԱ-ական նախարարը կասի հետո ինչ կվճարենք, բայց իրականում 50% աղքատության մեջ գտնվող երկրի ամեն բնակչի համար կարևոր է դա։